Ինչ որ ցանկեր կա։ Ջրի տարիքա։ Դա մի քիչ։ Ջրով օտո։ Ըստ որի ներողություն ման անգամների մասին կարող եք առաջնահերթ դատարանել։ հայտարարություն է տարածվել, ըստ որի Գյումրի համայնքապետարանը աշխատանքի է հրավիրել ճարտարապետ, երբ որում պետք է հասնի։ Միևնույն ժամանակ հետաքննության առարկա ամեն հավանականությամբ կհանդիսանա այն հանգամանքը, որ պարոն Ղուկասյանը նաև հրապարակային ելույթներով նշել է, որ պետք է աշխատանքից հեռացնի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Նշված հայտարարությունը եւ դրա հետ կապված տեղեկանքը էական նշանակություն ունի վերդիկտ կայացնելու համար, մասնավորապես առհաստական հանգամանքների հետ, թե արդյոք իշխան որքանով է ողջամիտ մեղադրանքի դուրսբերումները այն մասին, որ պարոն Ղուկասյանը կարող էր որևէ սֆերային գործարքի մեջ մտնել մի անձի հետ, ում ուներ այսպիսի հարաբերություն եւ պատրաստվում էր հեռացնել աշխատանքից։ Այդ դեպքում նաեւ փաստական հանգամանքների արժանավորության կանոնադրման համար։ Ներկայացնում ենք տեղեկանքը եւ արտահայտված օրինակը, որի մասին արդեն հրապարակեց։ Սա նաև երկրորդ օրինակն է, որ դրամադրել։ Ինձ տվեք։ MBC երկրորդ օրինակները կա։ MBC-ը չկա։ Հաջորդը շրջաբերական է, արձակված Գյումրի համայնքի ղեկավարի կողմից 26.09.25 թվականին, ըստ որի բոլոր համայնքապետարանի գրեթե բոլոր աշխատակիցները զգուշացվել է, որ պարտավոր են կատարել միայն օրենքով սահմանված գործողություններ, այդ թվում, եթե անգամ նրանց վերադարձը նրանց անօրինական ցուցում կտա։ Այս առումով այս շրջաբերականը, որը անմիջապես համայնքի ղեկավարի կողմից արձակվել, ծանոթացել եւ ստորագրել է նաեւ Հենրիկ Գասպարյանը։ Հետևաբար նախորդին նշված հանգամանքների հետ կապված այս շրջաբերականը նույնպես կարող է էական նշանակություն ունենալ, ներկայացնում եմ շրջաբերականը եւ ծանոթացող անձանց տվյալները, ինչպես նաև ստորագրությունները։ Այս մի օրինակ է։ Հա, բայց ես եթե ինձ էլեկտրոնային հասցե տա, ես կարող եմ էլեկտրոնային կարգով չտա։ Դատարան չկազմակերպել։ Շարունակեք, լսում եմ։ Հաջորդը 13.09.25 թվականին Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշյանին ուղղված գրություններ, որով առաջարկվել է, որպեսզի երկարացվի Գյումրի քաղաքում ապօրինի կառույցների օրինականացման ժամկետը, որը լրացել է։ Վերոնշված էական նշանակություն ունի վերդիկտ կայացնելու համար, մասնավորապես այն պնդումների հետ կապված, թե արդյոք չկա օրենքով նախատեսված ընդհանրակարգ կամ չէր ակնկալվում օրենքով նախատեսված ընդհանրակարգ ապօրինի կառույցները օրինականացնելու եւ արդյոք ողջամիտ էր, որ այս ակնկալի պարագայում կարող է անձը դիմել սֆերային կամ ոչ իրավաչափ գործողությունների։ Ներկայացնում եմ նաև վերության պատճառ։ Հաջորդը պատվաժան դատարան, այս հաջորդ ապացույցի հետ կապված որոշակի տեխնիկական հարցեր կան, որոնք կցանկանայինք մենք ճշտել